Հարգելի հետևողներ, դեպի Էջմիածին երթին միացել է նաև Սամվել Ֆարմանյանը։ Պարզ Ֆարմանյան, դուք չափազանց ակտիվ եք սոցիալական հարթակներում նաև պարբերաբար անդրադառնում եք այլընտրանքներին, իշխող ուժի այլընտրանքին, արձանագրել եք, որ Նիկոլի իշխանավորման ամեն օրը նոր սպառնալիք է Հայաստանի գոյությանը, Նիկոլն ամեն ինչի ունակ է, միայն պահի սեփական իշխանությունը։ Հիմա ես դες հարց եմ տալիս, ընդդիմությունն ինչի է պատրաստ, որպեսզի թույլ չտա, այսպես ասած, հենց ընդդիմության բառերով ասած, պետության կործանումը։ Այ ես ընդդիմություն ասելով չեմ հասկանում խորհրդարանում ներկայացված միայն երկու քաղաքական ուժերը։ Այսօր մեր ժողովրդի 80-85% ընդդիմություն է։ Այսօր մեր ժողովրդի 80-85%-ին ոչ մի խոսք, ոչ մի բառ ասելու անհրաժեշտություն չկա, որովհետև ժողովուրդը այստեղ հավաքված բոլորից, գիտեմ խորհրդարանում նստած պատգամավորներից բոլորից ավելի լավ գիտի ով է Նիկոլ Փաշինյանը, ինչ է անում եւ որն է լուծումը։ Լուծումը Նիկոլ Փաշինյանի իսկապես ճիշտ կարգախոսը օր առաջ հեռացումն է։ Հետևաբար խնդիրը շատ պարզ է։ Այդ 80-85%-ի պատվերը, ասկե ժողովրդի մեծամասնության պատվերը շատ պարզ է։ Համախմբել, առաջ բերել առաջնորդ, որը պատրաստ է մինչև վերջ գնալու եւ Նիկոլին ուղղակի վռնդելու Հայաստանի Հանրապետության պատրապետի սենյակից։ Իմ գնահատականը դա է։ Իսկապես օրասական վիճակ է։ Հիմա դուք պատկերացնում եք Հայաստանի նման երկրում ինչի պետք է թեկուզ տեսակ ուխտեր լինի։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել վաղուց Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ու չխաբենք մենք մեզ, ինքը դեռ հաղթել է այդ պատերազմում ու դեռ հաղթում է։ Ինքը չի թաքցնում ինքը ինչ է ուզում։ Այլ ժողովուրդը պետք է պատասխանի ինքը ինչ է ուզում։ Ինչու է հաղթում, որովհետև կներեք, ոչ թե ինքն է հաղթում, այլ մենք ենք պարտում։ Ընդդիմությունն է պարտել, չմիավորվելով, չհամախմբվելով, մինչև վերջ գնալու կյանքի վճռականության անհրաժեշտ այդ վճռականության բացակայությամբ եւ այլն։ Հիմա առասական վիճակ է, իսկ ինձ թվում ասենք հայ դուք պատկերացրեք Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Այսինքն ո՞րն է նպատակը։ Պատրաստակամություն ունենալու Սամվել Կարապետյանի հասենք այլ 1000 բան ասել, չէ՞ որ ինչեր արել հայ ժողովրդի համար, բայց հարցը ուրիշ բան է։ Նա այդ կերպ ցույց տա, որ եթե ինքը ի վիճակի է այսպես ասած հաղթել ամենահայտնի ամենամեծ կարողություններն ունեցել Հայաստանի Հանրապետության մարդուն, ուրեմն վաղ ներշնչում մնացածին։ Այդ մնացածը պետք է համախմբել ճիշտ առաջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի հայլին դնել իր դեմը, իրան ցույց տալ, որ ինքը աշխարհի ամենավաղկոտ ոչ մի բանի մասին մարդն է, որը արագ կհեռանա իր աթոռից շատ արագ, եթե լինի համախմբված ժողովուրդ կամ վճռականություն ու մինչև վերջ գնալու տղամարդկային կամ ինչ ասած։ Պարոն Ֆարմանյան, իմպիչմենթի մեկնարկած գործընթացը կարող է դառնալ այդ ձեր ասած համախմբման սկիզբը։ Միանշանակ կարող է, ես շատ հույս ունեմ, որ նույնիսկ ամոթ է դրա մասին խոսել։ Այսինքն ժողովրդի 85%-ը ձևակերպել է պատվերը։ Ասում է հեռացրեք Նիկոլին, հեռացրեք դրան։ Ասում են ընտրությունները կհեռացնենք։ Այմարդ ընտրություններով որ գան ինչև է չստացվի ընտրություններով հեռացրեք։ Ուզում եք սամբոյով հեռացրեք, ուզում եք կարատեյով հեռացրեք, բայց հեռացրեք։ Այսինքն ես շատ հուսով եմ, որ դեռ ընդդիմությունը խորհրդարանում շատ արագ իրար գլուխ կգա, կհամախմբվի եւ հանրային շատ լայն կոնսոլիդացիայի ուղեր դա կլինի ժողովրդի 80%-ի, որը դուրս կգա փողոցները, դրա ուժով կպատգամավորվող շատերը իրենց հերթին կողմ կքվյարկեն Փաշինյանի հեռացմանը։ Ես կասկած չունեմ, որ ԿՊ-խմբակցությունում ինչի որ բոլորը Նիկոլ Փաշինյանի նման են մտածում։ Ես կասկած չունեմ, որ այդ մարդկանց մեծ մասը ուղղակի պատանդ է Փաշինյանի ձեռքին։ Մի անգամ գնաց է դարձել են պատգամավոր, պատանդի կարգավիճակում SMS-ներով, չէ, WhatsApp-ի։ Գերումա նրանք ինչ-որ բաներ են ասում։ Հենց այդ պահ հասունանա կտենանք, իրանք Նիկոլ Փաշինյանի հետ են, թե Նիկոլ Փաշինյանի հետ չեն։ Այսքան բան։ Օրհասական վիճակը մեր երկրում բացատրելու կարիք չկա։ Երկու բան է պետք։ Միաբանություն
ու մինչև վերջ գնալու պատրաստ առաջնորդություն, ուրիշ բան պետք չէ։ Ու Նիկոլ Փաշինյանը այս շշի պրոբկայի նման կթռնի իր աթոռից։ Ինքը պատրաստ է հանուն աթոռի, կոպիտ ասած, ամեն քայլի։ Պատրաստ է մեռնելու հանուն իր աթոռի։ Ամեն ինչ արել է, չէ՞ դա ապացուցելու համար։ Ընդդիմությունն ու առաջնորդությունը պետք է պատրաստ լինի նույնին։ Պետք է պատրաստ լինի նույնին։ Դու պատրաստ ես Հայաստանը կործանելու համար ինքդ մեռնես։ Հայաստանը փրկելու համար առաջնորդությունը պետք է պատրաստ լինի էլ ավելին։ Տեսնենք ով կհաղթի։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևողներ,